Մի հատված 70,000 ասորի Վիլյամ Սարոյան Հայ ես, հարցրի ես, մենք փոքրիկ ժողովուրդ ենք, երբ մերոնցից երկու հոգի հանդիպում են, դա արդեն իրադարձություն է, մենք մեր շուրջը մշտապես փնտրում ենք մեկին, որ մենք մեր լեզվով խոսենք, մեր քաղաքական կուսակցությունները պնդում են, թե երկրագնդի վրա շուրջ 2 միլիոն հայ է ապրում, բայց մեզնից շատերը այդ կարծիքին չեն, հաճախ ենք մենք թուղթ ու մատիտ առած նստում և մտովի աշխարհի մի ծայրից մյուսը թռչելով փորձում հաշվել, թե քանի հայ ապրելիս կլինի այս կամ այն երկրում, Սովետական Հայաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում, Ավստրալիայում և այլն, յուրաքանչյուրի դիմաց ամենահավանական բարձր թիվը դնում, ապա բոլորը գումարում իրար և ստանում մի ընդհանուր թիվ, որը միլիոնի էլ չի հասնում, հետո սկսում ենք մտածել, որ մեր ընտանիքները բազմանդամ են, մանկածությունությունը մեզ մոտ բարձր է, մահացությունը ընդհակառակը, չհաշված պատերազմի տարիները և կոտորածները անհաշիվ կյանքեր տարան, սկսում ենք պատկերացնել, թե ինչքան արագ կբազմանանք, եթե գոնե մի քառորդ դար մեզ հանգիստ թողնեն, համարյա մխիթարվում ենք ու մեզ բավականին երջանիկ զգում, մենք միշտ աչկաթող ենք անում, որ կա երկրաշարժ, պատերազմ, կոտորած, սով ու էլի նման շատ ուրիշ բաներ, հիշում եմ Մերձավոր Արևելքի փոխօգնության կոմիտեի այցը մեր քաղաք, մեր հռետորը սովորաբար մոր եղբայրս է լինում, նա փաստաբան էր ու հրաշալի ճառախոս և որպես օրենք լսարանը լցնում էր հայերիս լացով, մեր գլխին պայթած առաջին չարիքը պատերազմն էր, պատերազմ, որը մենք չէինք մղում, բայց որտեղ կոտորվում էինք մենք, իսկ ովքեր չսպանվեցին, անտեր անտերուչ մնացին, հիմա սովից էին մեռնում, ասաց մոր եղբայրս, և բոլորս լաց եղանք, մենք փող հավաքեցինք և ուղարկեցինք մեր ժողովրդին, հետո երբ պատերազմը արդեն վերջացել էր ու ես մեծ տղա էի, Մերձավոր Արևելքի հայերի օգտին, հանգանակություն հավաքելու եկավ ևս մի պատվիրակություն, և մոր եղբայրս մեր քաղաքի հասարակական տան ժողովների բեմը ելավ ու այնտեղից ասաց. Փառք Աստծուն, որ այս անգամ ոչ թե թշնամին է մեր մահն ուզում, այլ երկրաշարժը, կամոքն Աստծո մեր տառապանքը վերջ չունի, աղետն ու արհավիրքը, վիշտն ու ցավը, սարսափն ու տառապանքը անպակաս են եղել մեզնից, հաճախ ենք հուսահատության ու խելագարության դուռը հասել, բայց միևնույնն է, Աստծո անունը չի իջել մեր շուրթերից, մոր եղբայրս սկսեց արտասվել, սկսեց հեկեկալ, հիմա էլ այս չարիքը պարգևեց մեզ, իսկ մենք դարձյալ պաշտում ենք նրան, էլի նրա անունն է մեր շուրթերին, անքննելի են Աստծո գործերը, հանգանակությունից հետո գնացի մոր եղբորս մոտ ու ասացի, ինչ որ ասացիր Աստծո մասին, այդպես էլ մտածում ես, և մոր եղբայրս ասաց, հանուն ճարտասանության շատ բան կասես, փող էր պետք, գեղեցիկ պիտի խոսեի, որ հավաքվեր, ինչ Աստված, ինչ բան, իսկ լացդ, հարցրի ես ու մոր եղբայրս ասաց, լացս իսկական էր, չկարողացա զսպել, քար պիտի լինեի, որ դիմանայի, ասա ինձ, ի սեր Աստծո, հանուն ինչի Աստված մեզ այս դժոխքը գցեց, մեր որ մեղքի համար է այս տառապանքը, մարդիկ մեզ հանգիստ չեն տալիս, Աստված մեզ հանգիստ չի տալիս, ինչ ենք արել, միթե աստվածավախ ժողովուրդ չենք եղել, մեր մեղքը որն է,
Ես զզվել եմ Աստծուց, զզվել եմ մարդուց, բայց ելնում եմ խոսեմ, որովհետև բերանս ջուր առնելու իրավունք չունեմ։ Ինչպես հաշտվեմ այն մտքի հետ, որ մեր ազգը շարունակում է դեռ կոտորվել։ Հիսուս Քրիստոս, ախր մենք ինչ ենք արել։ Ես հարցրի Թեոդոր Բադալին, արդյոք նա հայ չի։ Նա ասաց. ասորի եմ։ Դա էլ վատ չէր, ասորիները աշխարհի մեր կողմերից են։ Նրանց քիթը մեր քթերի նման են, աչքերը մեր աչքերի, սիրտն էլ մեր սրտի։ Նրանց լեզուն ուրիշ էր, երբ նրանք խոսել են։ Մենք չենք հասկացել նրանց, բայց միևնույնն է, մենք շատ նման ենք եղել։ Իհարկե ավելի հաճելի կլիներ, եթե պարզվեր, որ Բադալը հայ է, բայց ասորին էլ վատ չի։ Ես հայ եմ, ասացի։ Մի ժամանակ իմ քաղաքում մի քանի ասորի ընկերներ ունեի։ Ջոզեֆ Սարգիս, Նիթո Էլիա, Տոնիս Ալե, գուցե ճանաչում ես։ Ջոզեֆ Սարգսին ճանաչում եմ, ասաց Բադալը։ Մյուսներին չէ։ Մենք Նյու Յորքում ենք ապրել։ 5 տարի առաջ փոխադրվեցինք արևմուտք։ Նախ Թռլոկ, հետո այստեղ, Սան Ֆրանցիսկո։ Նիթո Էլիան, ասացի ես, փրկության բանակում է ծառայում, ավագի կոչում ունի։ Թող որևիցե մեկի մտքով չանցնի, թե այս ամենը հորինում եմ կամ էլ որոշել եմ զվարճացնել սրան նրան։ Տոնիս Ալեհը, ասացի, 8 տարի առաջ մեռավ։ Ձին նրան թամբից գցեց ու վազեց, իսկ Տոնիի ոտքը ասպանդակի մեջ էր մնացել։ Իսկ երբ ձին կես ժամ վազելուց հետո վերջապես կանգնեց, մենք մոտեցանք ու տեսանք, որ Տոնին արդեն մեռել է։ 14 տարեկան էր։ Նույն դպրոցն էինք հաճախում, խելոք տղա էր, թվաբանությունից շատ ուժեղ էր։ Ասորերենի և հայերենի մասին խոսեցինք, մեր նախնիների երկրի, հիմա այնտեղ տիրող վիճակի մասին ու էլի նման ուրիշ բաներից։ Ես 15 սենտով սարքում էի մազերս, միևնույն ժամանակ էլ հնարավոր ամեն ինչ անում, որ մի նոր ճշմարտություն գտնեմ։ Մարդը շատ արժանիքներ ունի, չկարծեք, որ չունի։ Բադալն ասաց. ես ասորերեն կարդալ չգիտեմ, ճիշտ է, մեր հին հողում եմ ծնվել, բայց կուզեի դա մոռանալ։ Նա հոգնած էր երևում, ոչ թե մարմնով, այլ հոգեպես։ Ինչու՞, ասացի, ինչու կուզենայիր մոռանալ։ Քմծիծաղեց նա, որովհետև այնտեղ ամեն ինչ անց է գնացել է։ Ես բառացի կրկնում եմ նրա ասածը, ոչինչ չավելացնելով։ Մի ժամանակ մենք ժողովուրդ ենք եղել, շարունակեց նա, բայց դա երեկ էր, երեկ չէ անցյալ օրը։ Հիմա մենք պարզապես հին պատմություն ենք։ Մեծ քաղաքակրթություն ենք ունեցել։ Դրանով մինչև օրս էլ հիանում են։ Բայց հիմա ես Ամերիկայում եմ ու վարսավիրություն եմ սովորում։ Իբրև ցեղ, մենք արդեն չկանք, մեզնից ոչինչ չի մնացել, մեր հաշիվը փակված է։ Ինչ միտք ունի մեր լեզվով գրել, կարդալ։ Միայն այն ժամանակ, երբ Անգլիան դրդում է արաբներին, որ մեզ կոտորեն, բայց դա էլ նորություն չէ, դրան էլ ենք վաղուց ընտելացել, այդ լուրերն էլ Associated Press-ն է հասցնում մեզ։ Նրա խոսքը ցավ պատճառեց ինձ, հայիս, սիրտս կսկծաց, ինչպես այն ժամանակ, երբ իմ ժողովուրդն էր կոտորվում։ Առաջին անգամ էի ասորուց այդպիսի բան լսում, այն էլ անգլերենով։ Ես համակրեցի այդ երիտասարդ տղային։ Բանն այն է, որ ես սիրում եմ բոլոր մարդկանց, նույնիսկ Հայաստանի թշնամիներին։ Ինչպես տեսնում եք, նրանց անունը նրբանկատորեն չեմ տալիս։ Թե ովքեր են նրանք, ամենքին է հայտնի։ Առանձին վերցրած, ես նրանցից ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ, որովհետև նրանց մասին մտածում եմ,
ինչպես ժամանակի այս մի հատվածում ապրող անհատների մասին։ Եվ որովհետև գիտեմ, հաստատ համոզված եմ, մարդը ընդունակ չէ գազանությունների, գազան է դառնում ամբոխը, իսկ թշնամանքը ամբոխին է ուղված։ Ինչ արած ասացի, մեր վիճակն էլ մի բան չի, մենք էլ ենք հին ազգ, ճիշտ է, դեռ ունենք մեր եկեղեցին, դեռ ունենք մի քանի գրողներ, Ահարոնյան, Իսահակյան, էլի մի քանիսը, բայց շատ հարցերում ձեր վիճակում ենք։ Այո, ասաց Վարսավիրը, գիտեմ, սխալ ընտրություն կատարեցինք, միամիտ բաների ետևից ընկանք, համերաշխություն, խաղաղ կյանք, սեր, ընտանիք, չեղանք մարտատենչ ու զավթող, չմբռնեցինք դիվանագիտության ու խաբեության ճամփան, մեքենաների հետ գլուխ չդրեցինք, չստեղծեցինք գնդացիրներ ու թունավոր գազեր, իսկ հիմա արդեն ուշ է, նույնիսկ հիասթափվելու համար, մեր օրն արդեն մտնել է, դու գիտես, քանի ասորի է մնացել երկրի երեսին, 2-3 միլիոն, ենթադրեցի ես, 70,000, ասաց Բադալը, ընդամենը 70,000 ասորի է մնացել աշխարհում, իսկ արաբները էլի շարունակում են կոտորել մեզ, անցյալ ամիս մի փոքրիկ խռովության ժամանակ սպանեցին մերոնցից 70 հոգի, մի երկու տող գրվեց թերթում, ոչնչացվեց ևս 70 ասորի, շուտով մեր հետքն էլ չի մնա, եղբայրս Ամերիկուհու հետ է ամուսնացել, տղա ունի նրանից, չէ, ոչ մի հույս, դրա համար էլ աշխատում ենք մոռանալ ասորեստանը, հայրս դեռ կարդում է Նյու Յորքից եկող մեր թերթը, բայց նա ծեր մարդ է, երկար չի ապրի, հետո Բադալի ձայնը փոխվեց, խոսեց արդեն ոչ թե ասորի, այլ իբրև Վարսավիր, հարցրեց, հերիք է իչքան վերցրի վերևից, մեր զրույցի շարունակությունը այլևս ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում, ես հրաժեշտ տվի երիտասարդ ասորուն ու դուրս եկա Վարսավիրանոցից, 4 մղոն քայլեցի, մինչև հասա Կար Սթրիթի վրայի իմ սենյակը, գլխիցս դուրս չէին գալիս ասորստանը և այդ ասորին, Թեոդոր Բադալը, որ վարսավիրություն էր սովորում, նրա թախծոտ ձայնը, նրա հուսահատությունը, ամիսներ առաջ էր օգոստոսին և այն ժամանակից ի վեր ես ասորստանի մասին էի մտածում, ու ցանկություն զգում մի բան ասել, Թեոդոր Բադալի մասին, հինավուրց ցեղի նորորյա որդու երիտասարդ, ուժեղ, եռանդով լի, բայց և հուսահատվող մարդու մասին, 70,000 ասորի, ընդամենը 70,000 ասորի է մնացել երբեմնի մեծ ժողովրդից, մյուսները մահվան գիրկն են անցել, նրանց հետ էլ ցիրուցան է եղել, ոչնչացել ազգի երբեմնի մեծությունը, և ահա այսօր այդ ազգից մի երիտասարդ Ամերիկայում վարսավիրություն է անում և կսկիծը հոգում գանգատվում պատմության ընթացքից, ինչու ես սյուժեներ չեմ հորինում, չեմ գրում սիրային պատմություններ, որոնցից հեշտությամբ կինոնկար կսարքվի, ինչու ձեռք չեմ քաշում այս անշնորհակալ ու ձանձրույթ պատճառող նյութից, ինչու չեմ ջանում հաճոյանալ ընթերցող հասարակայնությանը, լավ, ես հայ եմ, բայց Մայքլ Արլենը նույնպես հայ է և կարողանում է դուր գալ հասարակությանը, ես մեծապես հիացած եմ նրանով, փայլուն ոճ ունի, տիրապետում է նման մյուս բաներին, բայց ես ցանկություն չունեմ գրել այն մարդկանց մասին, որոնց մասին նա է գրում, նրանք մարդիկ չեն, դիակներ են, իսկ այովացին, ճապոնացի տղան, Թեոդոր Բադալը, ասորին, ուրիշ են, գուցե նրանք մահվան դուռը հասած լինեն ֆիզիկապես, ինչպես այովացին կամ հոգեպես ինչպես Բադալը,
բայց նրանցում կա այնը, ինչը հավերժական է մարդու մեջ, եւ հենց դա է հետաքրքիրն ու հուզողը։ Այսպիսիներին չեն հանդիպում շքեղ վայրերում, սեքսից սրամտելիս կամ արվեստից դատարկաբանելիս։ Այսպիսիներին կգտնեք այնտեղ, որտեղ ես գտա, եւ նրանք միշտ կան ու կլինեն։ Նրանք են ցեղը մարդկային, մարդու էության այն մասը, որը որչափ Անգլիայինն է, նույն չափ էլ Ասորստանինը, որը անհնար է ոչնչացնել, որը չի կարող ոչնչացնել ոչ կոտորածը, ոչ երկրաշարժը, ոչ սովը, ոչ խելագարությունը, որն ընդհանրապես ոչ մի ուժ չի կարող ջնջել աշխարհի երեսից։ Այս պատմությունը նվիրվում է Այովային, Ճապոնիային, Հայաստանին, Ասորստանին եւ մարդկային ցեղին, այդ ցեղի արժանապատվությանը, բոլոր ապրողների եղբայրությանը։ Ես չեմ ակնկալում, թե Paramount Pictures այս գործից կինո կնկարի։ Հիմա ես մտածում եմ 70,000 ասորիների մասին, որոնցից յուրաքանչյուրն ինքնին մի մեծ ցեղ է։ Մտածում եմ Թեոդոր Բադալի մասին, որպես 70,000 ու նույնիսկ 70 միլիոն ասորու, որպես ամբողջ Ասորստանի մասին, մի մարդու մասին, որ այսօր 1933-ին Սան Ֆրանցիսկոյում Վարսավիրանոցի սրահում թե իր կյանքն է ապրում և թե կանգնած է, որպես մի մեծ ցեղ։ Կարդաց Հակոբ Գրիգորյանը։